ինքնին պայքարը, այդ թվում հանրային ակցիաներով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերը բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ այդ խնդիրները լուծումներ ստանան։ Պարոն Բեգլարյան, ինչ-որ կաշկանդող հանգամանք կա, որ արցախցիները խուսափում են օրվա իշխանությունների հրաժարականի հարց բարձրացնել։ Օրինակ, շատերն ասում են մենք չենք ընտրել, դրա համար հրաժարականի հարց չենք բարձրացնում։ Դուք ինչ կարող եք ասել։ Ես ուրիշների անունից չեմ կարող ասել, իմ անձնական դիրքորոշումը դուք գիտեք, վաղուց ես արտահայտում եմ իշխանությունների վերաբերյալ, այդ թվում սրբազան պայքարի ժամանակ, բայց կաշկանդող որևէ էական հանգամանք չկա, ուղղակի խորհրդի կողմից, այսինքն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հրապարակվել է պահանջագիր, որը մեր օրակարգն է, մեր գործողությունների օրակարգն է, բայց խորհրդի անդամ անձինք եւ կազմակերպությունները բնականաբար ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումները հայտնելու, այդ թվում ես, բայց բուն խորհրդի օրակարգը իշխանափոխության հարց կամ օրակարգ չի ներառում, որովհետև ուղղակիորեն խորհրդի օրակարգը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցեր։ Այստեղ կաշկանդվածություն չասեմ, բայց սահմանափակությունը սա է խորհրդի մասում։ Իսկ թե ով ինչ դիրքորոշում ունի, բոլորը ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներում եւ գործողություններում։ Հանրային ճնշումը ըստ պարոն Բեգլարյան, միջազգային հանրության վրա, միջազգային կառույցների վրա, առանց մեր իշխանության աշխատանքի որքան ազդեցություն կունենա հանրային ճնշումը միջազգային կառույցների վրա։ Չի կարող բավարար ազդեցություն ունենալ, ես անձամբ դա էլ նկատում եմ, երբ տարբեր երկրներ այցելում եմ կամ այստեղ դիվանագետներին եմ հանդիպում, բոլորն էլ շատ ուղիղ կերպով ասում են, ինչ եք մեզնից ուզում, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան, այլ հակառակը իրենք ասում են Արցախի հարց այլևս մեր օրակարգում գոյություն չունի, եւ սա բավականին տրամաբանական պատասխան է։ Դրա համար բոլորս պետք է գիտակցենք, որ առաջին հերթին մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից ունենք պահանջներ, որպեսզի մեր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը լինեն արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դա չի նշանակում, որ դրան զուգահեռ մենք միջազգային կառույցներից կամ կոնկրետ պետություններից պահանջներ, ակնկալիքներ չունենանք։ Զուգահեռաբար պետք է այդ ուղղությամբ էլ աշխատել։